Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Գշարունակեմ ձեզի ներկայացնել Սուրբ Աստվածամոր հավերժ գուսության մասին մեր հայ արաքելական Սուրբ Եկեղեցվո եւ նաեւ ընդհանուր օրթոդոքս եւ կաթոլիկե եկեղեցվո վարդապետությունը։ Բացատրեցի ասկարաչ թե օրինակ բերելով Եզեկիելի մարգարեի 44-րդ գլուխը, թե ինչպես Աստվածամայրը ինք արևելյան թուրն էր, որմեն ներս մտավ իշխանը եւ միայն իշխանը այդտեղեն դուրս ելավ եւ ոչ ոք այդտեղ մտավ, այսինքն Աստվածամոր արքանքի մեջ միայն Աստուծո միածին որդին ինք հանգեցավ, այդտեղը գազմավորվեցավ եւ որպես մարդ ծնավ։ Նաեւ օրինակներ բերիցեզի սիրելներ երկերկոցեն, թե ինչպես Աստվածամայրը ինք կհամարվի փագյալ բարդեզ եւ գնկյալ աղբյուրը։ Անցնող շաբաթ ցեզի բացատրեցի Մատթեոսի ավետարանի առաջին գլխու 25-րդ համարը, ուր գսվի, բայց չհարաբերեցավ անոր հետ Հովսեփ Մարիամի չհարաբերեցավ անոր հետ, մինչև որ իր անտրանիկ զավակ ծնալ եւ զայն Հիսուս կոչեց։ Բացատրեցի մինչև փարին աստվածաբանական իմաստը եւ Սուրբ Գիրքի մեջ կորզածության բոլոր օրինակները համարյա ցեզի ներկայացի սիրելներ կամ բազմաթիվ օրինակներ ցեզի ցույց տվի, որ մինչևը չի նշանակեր, որ վերջ ատկե վերջը փամը փոխվեցավ, այլ մինչևը նաև կնշանակե սիրելներ, որ Աստված հավիդենաբես այդպես կբահե, ինչպես Քրիստոս կսե, ես ցեզի հետ եմ մինչև աշխարհի վախճանը, այսինքն Հիսուս մեզի հետ է հավերժ, ոչ թե աշխարհի վախճանելն հետ մեզի հետ պիտի չլա։ Կրնակ ունգընտրել, մտի գնել անցող շաբթվա բացատրությունը սիրելիներ, որբեսի ավելի լավ հասկանաք օրինակներով, թե ինչ կնշանակե մինչև։ Այսօր պիտի խոսիմ անտրանիկ բարի մասին, որովհետև ինչպես արդեն տեսանք Մատթեոսի ավետարանի առաջին գլխու 25-րդ համարի մեջ, ուրեմն չհարաբերեցավ Հովսեփը Մարիամի հետ մինչև ծնավ իր անտրանիկ զավակը, նույն բառը կգործածվի նաև Ղուկասու ավետարանի 2-րդ գլխու 7-րդ համարի մեջ, երբ կպատմվի Հիսուսի սուրբ ծննդյան մասին, գսվի եւ ծնավ Մարիամը իր անտրանիկ զավակը, որ փաթեց խանցարուրի մեջ եւ դրավ մսուրի մեջ, որը բանտուկի մեջ իրենց համար դեղ չկար։ Ինչ կնշանակե անտրանիկ։ Որովհետեւ երբ մարդիկ անտրանիկ կլսեն այսօր, անմիջապես իրենց մտքի մեջ կուքա դան առաջնեք զավակը, որուն կհաջորդեն նաև մյուս զավակները, ուրիշ զավակներ։ Եվ հատկապես փոխականյան ռեֆորմ եկեղեցիները, բարեկարգ եկեղեցիները, ոչ ավանդականները, որոնք լուդերականները, կալվինականները եւ այլն, որոնք լուդերնալ, կալվինալ բոլոր հին բարեկարգչական եկեղեցվո ղեկավարները, իրենք բոլորը ընդունած են Աստվածամոր հավերժ գուսությունը, ուրեմն նորերը գսեն, որ անտրանիկ ահավասի կշեշտվի, որ Մարիամ եւ Հովսեփ ուրիշ զավակներ ունեցան։ Ես այսօր ցեզի բացատրեմ սիրելներ, որ անտրանիկ արդյոք միայն կնշանակե առաջնեք, առաջին զավակ, թե ոչ նաև անտրանիկ սիրելներ ուրիշ իմաստ մնալ ունի Սուրբ Գիրքի մեջ եւ հիմա բազմաթիվ օրինակներ պիտի դամ ցեզի։ Որովհետեւ այս համարը ընթերցողը Ղուկասու 2-րդ գլխու 7-րդ համարը ամիջապես պիտի ասեմ, որ Մարիամ ուրիշ զավակներ ունեցավ Հովսեփեն։ Այս բնթումին հագարակ ասեմ, թե եբրայերենի մեջ, թե հունարենի մեջ, նոր գդագարանի այս termină սիրելներ
գոկտակորձվի այն թեփկերուն, երբ շեշտը գտրվի երեխային եզակի թիրք բադիվ ունենալուն վրա, քերագա գարկավիճակ ունենալուն վրա, որ ամեն ինչեն վեր է, քերագա է։ Ուղղափառ եկեղեցիները այս համարը Ղուկասու 2-րդ գլխու 7-րդ համարը ուր գիշադակվի Հիսուսի անտրանի գլալը սիրելներ գտեսնեն ոչ թե որպես Հիսուսեն յետ ուրիշ զավակներ ալ ծնան, այլ գտեսնեն Հիսուսի քերակույն ունեցած գարկավիճակը ամբողջ դիեզերքին մեջ։ Որտև ինչպես որ Հիսուս գոչվի հորը միածին որդին, այդպես ալ Հիսուս գոչվի Մարիամի անտրանիկ ու միակ որդին։ Եվ հետաքրքրական է սիրելներ, որ քրափար լեզվին մեջ անտրանիկ բարը, եթե բանակ աշխարհապարի մեջ անտրանիկ կնշանակե նախածին, արչինեք, առաջին զավակ, հորը մորը առաջին զավակը, բայց քրափարի մեջ նաև բացեք Հայգազյան բարարանը, արծերն Հայգազյան բարարանը, եւ դիտի տեսեք անտրանիկ բարին դիմաց դրված է հետեւյալը. միակ որդի եղբայր կամ քույր չունեցող։ Հետևաբար անտրանիկ անպայմանորեն չի նշանակեր, որ դան մեծ զավակը որ մե յետք նաև ծնած են ուրիշ զավակներ ալ, ուրիշ եղբայրներ եւ քույրեր ալ, այլ անտրանիկ նաև կնշանակե հին լեզուներուն մեջ եւ նաև քրապարի մեջ, որ հին լեզու է, միակ որդի, մեկը որ եղբայր եւ քույր չունի նաև։ Եվ այս իմաստով սիրելներ, այս եզրույթը անտրանիկ գշեշտե կամ գնդկձե Հիսուսի եզակի թիրքը ամբողջ ստեղծագործության մեջ։ Ես քիչ մոտ ցեզի մի բացատրեմ, թե ինչպես Եհովայի վկաներ անտրանիկ այս բառը առնելով գուզեն Հիսուսի աստվածությունը չրել, ասելու համար, որ Հիսուս աստված չէ, այլ Հիսուս ստեղծագործության անտրանիկն է, ստեղծագործության մեջ Աստված զինք առաջինը ստեղծեց աշխարհի մեջ եւ իրբով մնացյալ բաները ստեղծեց, հետեւաբար Հիսուս հետո շնորհք տավ Աստուծոքով, Աստուծմե եւ գամած բարձրացավ Աստվածության։ Գտեսեք սիրելիներ, որքան վտանգավոր բացատրություն է։ Լավ, եկեք սիրելիներ հիմա օրինակներով խոսիմ։ Հարցն եմ նախ դարձյալ։ Ինչ կնշանակե Արչինեք, անտրանիկ զավակ, հունարենով պրոտոտոկոս, առաջին զավակ, անտրանիկ զավակ։ Երկու բան Սուրբ Գիրքի մեջ կնշանակե։ Առաջին, բոլորիդ հասկացած ձևով, ժամանակային հաջորդականությամբ առաջինը, առաջին ծնվածը, առաջին ծնածը, հոր մոր առաջին զավակը, սակայն երկրորդ իմաստով սիրելներ, որ շատ կարևոր է, թիրքով առաջինը, ամենաբարձր թիրք սպաղեցնող անձը, ամենաբարձր արդոնյալը, որ գրնա դան մեջ առաջին ծնած զավակը չլալ, բայց առաջին թիրքը կրավե եւ գամ անտրանիկ կոչվի, սակայն իր մեզատ ուրիշ եղբայրներ ու քույրեր չունենա, այլ խոսքով գրնան նշանակել միագը։ 5 դագարանին մեջ անտրանիկ որդին գստանար լրացուցիչ օրհնություն եւ գրգնագի ժառանգություն։ Եթե դան մեջ օրինակ բազում զավակներ լային, դան անտրանիկը իր հորը գողմե գրգնագի օրհնության գարժանանար, հadouk օրտության գարժանարսեմ, ոչ կրտնագի, հadouk օրտության եւ գրգնագի ժառանգության։ Այսինքն, եթե մյուս զավակները պիտի ստանային մեգական հատված իրենց ծնողի ժառանգութենեն, անտրանիկ զավակը կստանար գրգնագի
ժառանգություն։ Եվ հրյական օրենքի մեջ արչինեգը իրավունք ուներ հadouk արտոնություններու, ինչպիսին են սիարտեն գրկնագի ժառանգությունը եւ ընտանիքի հոգեվոր ու ֆիզիկական բարեկեցության հիմնական պատասխանատվությունը։ Իր ուսերուն վրա տրված կլա ամբողջ ընտանիքի պատասխանատվությունը իր հորը մահեն յետ, որտեղ ինքը համարվի արչինեգը, ընտանիքին գլուխը, անտրանիկը։ Հիշեցեք սիրելներ Եսավի եւ Հակոբի պատմությունը, թե ինչպես Հակոբ խաբեց Եսավ իր եղբայրը եւ իր հորը դարավ խորոդիկներ, խորոված իր հորը սիրած եւ օրտնությունը, անտրանգության օրտնությունը, որ հadouk օրտնություն էր, Հակոբը ինքը ստացավ։ Այո, Եսավը մնաց դան անտրանիկը, ծնած անտրանիկ զավակը, բայց օրտնությունը անտրանգության, բադիվը անտրանգության, ոչ թե Եսավը ստացավ, որ առաջինն էր, որ ծնած էր, այլ Հակոբը ստացավ հadouk գարկով։ Եվ գիշեք, պատմությունը գարտացեք Ծննդոց գրքի 25-րդ գլխի մեջ, երբ Եսավ վերադարձավ որսեն եւ քնած հորմեն օրտնությունը խնդրելու անտրանգության, եւ հայրը սա որ ես արդեն օրտնությունը դվի անտրանգության, եւ Եսավ գիտավ որ եղբայրը խաբեց զինք, ապա աղաչելով խնդրեց իր հորմեն որ զինքար օրտներ, բայց հայրը ասավ ես արդեն անտրանգության օրտնությունը դվի։ Գտեսնեք սիրելներ որ ոչ թե հետևաբար բարձաբես ծնունդի հետ գաբ ունի անտրանգությունը, այլ հadouk գարքի հետ գաբ ունի։ Երբեմն անտրանիկ առաջնեք թիրքը գանցներ անոր, որ իրականության մեջ նույնիսկ ծնած չեր ընտանիքին մեջ։ Օրինակ Հակոբ նահաբեց սիրելիներ իր ներողություն, ուրեմն ոչ թե ծնած չէր ընտանիքի մեջ, այլ իրականության մեջ ընտանիքի մեջ ծնած առաջին զավակը չէր։ Գրնար 4-րդ զավակը լար, անտրանիկ կոչվեր։ Եվ այդպես էլ գա իրականության մեջ։ Օրինակ Հակոբ նահաբետ, երբ որ գտեսնենք 49-րդ գլխում եք Ծննդոց, գործնե իր 12 զավակները, այդ ժամանակ անտրանիկը որ Ռուբենն էր, քանի որ Ռուբենը իր հոր, այսինքն Հակոբի գնոջ հետ, մեկ գնոջ հետ բարգած էր, բղծած էր իր հոր անգողինը, հայրը անտրանգությունը չդվավ, Հակոբ անտրանգությունը չդվավ Ռուբենի, որ անտրանիկ զավակն էր, առաջնեկն էր, այլ անտրանգությունը դվավ օրինակ Հութային, գարտացեք 49-րդ գլուխը Ծննդոց 3-12 ամառները այդտեղ գտեսնեք։ Այլ խոսքով երբեմն անտրանիկները իրենց մեղքին կամ իրենց անարժան լալուն համար գործընծնեին անտրանգության իրավունքը եւ այդ անտրանգության իրավունքը գդրվեր մեկ ուրիշ որդիի։ Նույնիսկ անշուշտ եթե այդ անտրանգությունը, անտրանիկ զավակ իր անտրանգությունը գործընծներ, դան մեջ գնկատվեր որպես անտրանիկ զավակ, բայց ոչ սիրելիներ իրավական իմաստով, որտեղ իրավական իմաստով Աստուծո աչքի նաև անտրանիկը այն էր, որ օրտություն ուներ, որ ամեն ինչեն վեր բադվավոր էր։ Այս մասին օրինակ գգարտանք մենք երկրորդ մնացորդած գրքի մեջ 5 դագարանի ներողություն առաջին մնացորդած գրքի 5-րդ գլխուն մեջ թե ինչպես սիրելիներ գխոսվի այստեղ Ռուբենի մասին, որ թեև ինքը Ռուբենը անտրանիկն էր իր ընտանիքին մեջ, սակայն գործընծուց այդ անտրանգությունը եւ այդ անտրանգությունը այստեղ գսե գնաց Եփրեմին, նայեցեք ինչ կսե։ Գարտամ ցեզի մեգեն 3 համարները։ Իսրայելի անտրանիկին
Ռուբենի որդիները, քանզի Անտրանիկը անիգա էր Ռուբեններ, բայց իր հորը անգողինը բղձելուն համար իր անտրանգության իրավունքը Հովսեփին որդիներուն դրվեցավ, Հովսեփին որդիներուն, Հովսեփը որ փոքր զավակները մեկն էր, անոր դրվեցավ ու ասկադոմի մեջ Անտրանիկի դեղ չտրվեցավ։ Ուրեմն Անտրանիկը, որ Ռուբենն էր, ինքը Անտրանիկի դեղ չտրվեցավ, այլ Հովսեփին դրվեցավ։ Իսկ Հութա իր եղբայրներեն զորավոր եղավ ու անգե իշխաններ ելան, բայց անտրանգության իրավունքը Հովսեփինն էր։ Իսրայելի Անտրանիկին Ռուբենին որդիները Ենովք, Փաղուս, Եսրոն ու Քարմին էին։ Թեև սիրելներ անտրանգության իրավունքը գործընծուց Ռուբեն իր կորձած մեղքին պատճառով, բայց դան Անտրանիկը կգոչվեր արխե հունարենով։ Իսկ մյուսը Անտրանիկ պրոտոտոկոս կնշանակի Անտրանիկ զավակ, արխե կնշանակի գլխավոր, դան գլխավորն էր, առաջինն էր որ ծնած էր, բայց անտրանգության իրավունքը եւ թիրքը իր մե արդվեցավ։ Երեմիա մարգարեի 31-րդ գլխու 9-րդ համարի մեջ Եփրեմը, որ Հովսեփի երկու զավակներեն գրծերն էր, Մանասե եւ Եփրեմ, Անտրանիկ կգոչվեր։ Ավելի բադվավոր գոչվեցավ, քան իր մեծ եղբայրը Մանասեն։ Գամ սիրելներ շատ կարևոր Սաղմոսը 89-րդ Սաղմոսը 89-րդ Սաղմոսը գխոսի Դավիթ մարգարեին մասին եւ այս Սաղմոսը սիրելիներ Էթան Էզրահեցին է որ գրած է գխոսի թե ինչպես Աստված ինքը գնդրե Դավիթը որպես ինչ նայեցեք նախ ցեզի գարտամ 19 եւ 20 համարները կարևորը մեզի 27-րդ համարն է բայց գարտամ որպես իմանաք անցյալին քո հավատարիմ ծառաներուդ հայտնվեցար եւ ասիր ես օգնություն ընձայեցի հերոսին ժողովուրդեն իմ ընտրյալս բարձրացուցի ով է ընտրյալը գլսենք հիմա իմ ծառաս Դավիթը ընտրեցի եւ զայն իմ սուրբ յուղովս օձեցի հետեւաբար Աստված Դավիթը ընտրեց հիմա լսեցեք 26 եւ 27 համարները գարտամ անիգա ինձի բիդսե Աստված է մախոսովը գսե որ Դավիթ ինձի բիդսե իմ հայրս եւ Աստվածս ես տուն իմ պաշտպանս եւ բրգիչս ես հիմա Աստված ինչ բիդսե Զինք իմ անտրանիկ որդիս պիտի անեմ ավելի բարձր քան աշխարհի թագավորները Աստված ինչ կսե Դավիթին համար զինք իմ անտրանիկ որդիս պիտի անեմ երկու իմաստով առնենք սիրելներ կամ երեք իմաստով Դավիթեն առաջ աշխարհի մեջ թագավորներ չգային գային ինչպես ուրեմն Դավիթ անտրանիկ գոչվի երկրորդ Դավիթեն առաջ Եփրայեցի ժողովուրդը, հրյա ժողովուրդը թագավոր ունեցած չէր, ունեցած էր, ով էր Սավուխ թագավորը, հետևաբար Դավիթը առաջին թագավորը չէր, երկրորդ թագավորն էր, բայց Աստված զին կգոչե անտրանիկ։ Երրորդ կարևոր, շատ կարևոր, Դավիթ Հեսեի որդին էր, առաջին որդին էր, անտրանիկ որդին էր, ոչ, իրականության մեջ Հեսեին ամենեն վերջին, ամենեն գրծեր որդին էր, 8-րդ որդին էր, բայց Աստված զին կգոչե անտրանիկ։ Ինչու, որովհետև Աստված ահավասիկ ցույց կտա սիրելիներ, որ ինք բադիվի կբարձրացնե, հատուկ կարգավիճակ կտար Դավիթին, որ զինք բոլոր թագավորներու մեջ անտրանիկ կգոչեր, իր ասկի մեջ անտրանիկ կգոչեր։ Նաև հետաքրքրական է սիրելներ, երբ որ գարտանք Ելից գրքի 4-րդ գլուխը, երբ որ Աստված Մովսեսը գրգե Փարավոնին մոտ, որբեսի Փարավոնին ասե որ ազատ արձակե իմ ժողովուրդս, Ելից գրքի 4-րդ գլխու 22-րդ համարի մեջ դեսեք ինչ կսե եւ ասե Փարավոնին Աստված Մովսեսը գուղարգե եւ գսե ասե Փարավոնին Դերը այսպես կսե Իսրայել իմ որդիս իմ անտրանիկս է հարցում Իսրայելը բոլոր ազգերու մեջ առաջինն էր բացարձակ կերպով ոչ Իսրայելեն առաջ ուրիշ ազգեր չգային
անշուշտ կային։ Ինչու համար Աստված գսե իմ անտրանի գսե, իմ որդիս է, որովհետև Աստված գուզե ցույց տալ, որ Աստված Իսրայելը կփարսացներ հadouk գարկավիճակի բոլոր ազգերուն մեջ զայն անոր ամենեն բարձր բադիվը դալով Աստված փարսացուց անոր բադիվը ադորամար գոչեց անտրանիկ եւ պաստորեն 5 դագարանի մեջ միակ ժողովուրդը որ հավատաց Աստուծո եբրայեցիներ հետևաբար չունեցավ եբրայեցի Իսրայելի ազգը ուրիշ ծնունդներ հետանոց էին մնացյալ ժողովուրդները բայց Աստված Իսրայելի ժողովուրդը գոչե անտրանիկ գտեսնեք սիրելիներ որ շատ կարևոր օրինակներ են ասոնք որբեսի հասկանաք թե ինչ կնշանակե Ելից կրկին մեջ 10-րդ գլխու 2-րդ համարի մեջ Աստված Մովսեսի կբադվիրե որ ամեն արքանդ փածող իրեն անտրանիկ զավակ իրեն պատկանի սրբացնե Մովսես եւ անգախ որ մարդը գամանասուն տեսեք ինչ կսի Աստված Ելից 10-րդ գլուխ 2-րդ համար սրբացուր ինձի ամեն անտրանիկ Իսրայելի որդիներու մեջ ամեն արքանդ փածող թե մարդ եւ թե անասուն ան իմս է հետևաբար սիրելիներ գապ չունի որ անտրանիկ նշանակե իր մե վերջ եկող ուրիշ ոյ մեկ ծնունդներու մեջ առաջինը այլ առաջինը որ գծնի իր մորը արքանտեն դուրս կուքա նույնիսկ եթե եղբայրներ քույրեր չունենա անիգա Աստուծո աչքին անտրանիկ է եւ անպայմանորեն բիդուզեն որ դուք առանցին գարտակ ելից կրկի այս 13-րդ գլուխը որովհետեւ այդ գլխու հատկապես սիրելներ 11-ին 16 համարներու մեջ Աստված կխոսի անտրանիկներու մասին թե գենթանական աշխարհի անտրանիկներու մասին թե ինչպես անոնք բիդի Աստուծո սրբացվեին եւ թե նաեւ մարդկային անտրանիկներու մասին հետևաբար հստակ է սիրելներ որ անտրանիկը նաեւ այն մարդներ կամ այն անասուններ որ նվիրապերվեր Աստուծո կարևոր չէր որ ուրիշ եղբայրներ քույրեր ունենան կարևոր չէր որ այդ անասունը ուրիշ նաեւ եղբայրներ քույրեր ունենան այսպես գոչենք անասուններ չեն ունենալ եղբայրներ քույրեր ամենայն թեպս այն որ նվիրապերվեր Աստուծո ադեր որ նաեւ անտրանիկ գոչվեր եւ Հիսուս ինչպես ասի Աստուծո միածին որդին ին կոչվեցավ Սուրբ Մարիամի առաջին անտրանիկ որդին այն իմաստով որ սիրելներ որովհետև Հիսուս ինք ողջ արարածներու ողջ մարդկության առաջինը եղավ առաջինը տեսեք Սուրբ Գիրքի մեջ նոր գդագարանի մեջ Հիսուսի համար 5 դեղեր գործածվին անտրանիկ բացադրությունը օրինակ Հռոմայեցիներու նամակի 8-րդ գլխու 29-րդ համարի մեջ հետևյալը գսվի Աստված զանոնք այսինքն հավատացյալները անոնք որոնք պիտի փրկվին Սկիզբեն գճանչնար եւ սկիզբեն ալ սահմանեց որ իր որդին հարազատ պատկերը լան հիմա լսեցեք որբեսի Հիսուս բազմաթիվ եղբայրներու մեջ անտրանիկը լա բազմաթիվ եղբայրներու մեջ խոսքը ինչ եղբայրներու մասին է ֆիզիկական եղբայրներու մասին ոչ այլ Աստուծո հավատացողները գոչվին Քրիստոսի եղբայրներ մենք Քրիստոսի եղբայրներ գոչվինք Եվ Աստված ուզեց որ իր որդին իրեն հավատացողներու մեջ անտրանիկը լա Քրիստոսի սիրելներ մեծակույն բադիվի արժանանալն է նաև մարդկության մեջ Գամ Գողոսացներու նամակի առաջին գլխու 15-րդ համարի մեջ կսվի Քրիստոս ինք դեսաների պատկերն է աներևույթ Աստուծո Հորը որդին Ձնած համայն ստեղծվածներեն առաջ անտրանիկը փարացի սիրելներ
եթե ուզենք parացի գարտալ, ուրեմն աներևույթ Աստուծո պատկերն է բոլոր ստեղծվածներուն անտրանիգը։ Ես այսօր մասին այս համարի մասին պիտի խոսիմ անպայման, որովհետև Եհովայի վկաներն է, որ այս համարը գարնեն եւ գուզեն Հիսուսի աստվածությունը մերժել եւ ասել, որ տեսեք, ստեղծագործության առաջինն է Հիսուս։ Վերադառնամ այս բացատրության սիրելներ։ Միայն մյուս համարներն ալ ցույց տամ, թե Հիսուսի մասին ինչ կսվի։ Նույն այս Գողոսացներու նամակի առաջին գլխու 18-րդ համարի մեջ տեսեք ինչ կսվի Հիսուսի համար։ Անե գլուխը մարմինին, այսինքն եկեղեցին, անե ըզգիսպը, որ անտրանիկ ծնունդ եղավ մերելներեն, որբեսի ինք առաջնորդություն ունենա ամեն բանի մեջ։ Հիսուս սիրելիներ նաև մերելներու մեջ անտրանիկն է։ Այսինքն սիրելիներ, եթե Հիսուս ինք հարություն առաջ չլար, ովևէ մեկս հարություն պիտի չառնեինք։ Հիսուս ուզեց, որ մեր ինչպես որ ծնածներու մեջ են Հիսուս ծնավ մարդկութ որպես մարդ եւ ուզեց, որ ինքը եղբայրներու մեջ առաջինը լա, նաեւ մերելներու մեջ ալ առաջինը լա, մերելներեն հարություն առնողը։ Գամ Եբրայեցիներու նամակի առաջին գլխու 6-րդ համարի մեջ սիրելներ Քրիստոսի աստվածության մասին գխոսվի այստեղ։ Տեսեք 4-րդ համարեն պիտի գարտամ, ուր ցույց պիտի դա հեղինակը թե ինչպես Աստված իր որդին բարձրացուց բոլոր հրեշտակներեն վեր եւ չկա հրեշտակը որ գահավասարի Հիսուսին, գսե անիգա շատ ավելի բարձր է հրեշտակներեն, ինչպես Աստուծմե իրեն դրված կերազանց անունը ցույց կտա, Հիսուս անունը, Քրիստոս անունը, Աստծո որդի անունը, որովհետև որ մեկ հրեշտակին երբևիցե Աստված ասավ դու իմ որդիս ես այսօր քեզ ծնա, կամ որ մեկ հրեշտակին ասավ ես անոր հայր պիտի լամ եւ անիգա ինձի որդի։ Հիմա կարևորը 6-րդ համարն է, լավ լսեցեք։ Դարձյալ երբ իր անտրանիկ որդին աշխարհ գղրգեր, Աստված ասավ Աստուծո բոլոր հրեշտակները թող բաշտեն զայն։ Որու անտրանիկ որդին է, ով է գրգողը, ով գրգեց Հիսուս աշխարհ, Աստված։ Եվ ինչ կսվի այստեղ, երբ իր անտրանիկ որդին աշխարհ գրգեց, հարցում ցեզի, ինչու Աստված ուրիշ որդիներ ունի, որ Հիսուսը գոչի անտրանիկ որդի։ Չէ որ Հիսուս միածին որդի է, մեկադիկ որդին է Աստուծո ծնունդով։ Բայց որդեկրությամբ սիրելներ Աստված բազմաթիվ որդիներ ունի։ Բոլոր անոնք որոնք գահավադան Սուրբ երրորդության Աստուծո որդի են, բոլոր անոնք որոնք Սուրբ մգրդության են, վերստին գծնին Սուրբ ոգիով նաև վերստին գծնին Աստուծո որդիներ են։ Մենք կգոչենք Աստված Աբբա, հայր։ Բայց սիրելներ Աստված միածին մեկ որդի ունի, որ իրեն բնութենագից է, էյագից է, նույն բնութենեն է։ Հիսուս միակն է, որ կգոչվի Աստուծո ծնունդ, մենք արարածներ ենք, մենք Աստուծո ստեղծագործությունն ենք, բայց Հիսուս ծնունդն է հորը։ Կտեսնեք, որ Հիսուս նաև կգոչվի անտրանիկ որդին Աստուծո, բայց ինքը միածին որդին է։ Նույն ցեվովալ, երբ Հիսուս կգոչվի Մարիամի անտրանիկը, ցույց կդրվի նաև որ Հիսուս միակ որդին էր։ Եվ վերջապես 5-րդ մասը հատվածը, որուն մեջ Հիսուս գիշվի, հայտնություն ովանու առաջին գլխու 5-րդ համարն է։ Տեսեք ինչ կսվի։ Եվ Հիսուս Քրիստոսեն հավատարիմ վկայեն, որ մերելներեն հարություն առնողներուն առաջինն է, անտրանիկն է, եւ երկրի թագավորներուն իշխանը։ Հիսուս սիրելիներ հարություն առնողներեն մերելներեն հարություն առնողներուն անտրանիկն է, առաջինն է։ Ինչպես Գողոսացներու նամակի առաջին գլխու 18-րդ համարի մեջ ալ նույնը գսվեր։ Սիրելներ, եւ եթե հիշենք Հիսուս ուրիշ եղբայրներ ունեցածը լար, Մարիամեն ծնած ուրիշ զավակներ եղած լագին այլ խոսքով, խաչին վրայեն Հիսուս
Բիդի չսեր Հովանես Ավետարանիչին իր աշակերտին ահավասիկ մայրդ եւ մորը բիդի չսեր ահավասիկ զավակդ այլ բիդի սեր կնա մյուս եղբայրներուս մոտ կնա մյուս զավակներուդ մոտ Հիսուս չուներ ուրիշ եղբայրներ եւ քույրեր ասյալ հաջորդ շաբաթը սիրելներ ցեզի կբացատրեմ Հիսուսի եղբայրներու եւ քույրերու մասին ուրեմն Սուրբ Մարիամը ինք Անտրանիկ միակ զավակ ունեցավ Հիսուսը իսկ մենք մնացյալներս Աստվածամոր հոգևոր զավակներն ենք որովհետեւ մենք կտեսնենք Հայտնություն Հովանու 12-րդ գլխի մեջ թե ինչպես Սատանան վիշապը գհալածե գինը Աստվածամայրը եւ անոր զավակը եւ անոր զավակի երկինք կհամբարնա մյուս զավակներուն յետևեն գերտա եւ մյուս զավակները մենք ենք հոգևոր զավակներն ենք Աստվածամոր Վերադառնամ սիրելներ Եհովայի վկաներու այս վտանգավոր բացատրության որովհետեւ Եհովայի վկաները գսեն դեսեք Գողոսացներուն ամագի առաջին գլխու 15-րդ համարին մեջ գսվի որ Հիսուս ինք բոլոր ստեղծվածներուն անտրանիկն է եւ դեսեք կսե առաջինը որ Աստված ստեղծեց եւ որ դիեզերքը ստեղծեց նախ Հիսուսը եւ ապա մնացյալ բոլորը եւ այստեղ սիրելներ Եհովայի վկաները փառք ավելցնեն մնացյալ փառք ավելցնեն որ ասեն որ տեսեք Հիսուսով մնացյալները ստեղծվեցան բայց ինք առաջին ստեղծվածն է բայց չեն գարտար առաջին դողը լավ լսենք ինչ կսե առաջին դողը Քրիստոս ինք դեսանելի պատկերն է աներևույթ Աստուծո ինչպես որ Եբրայեցիներու նամակի առաջին գլխու 3-րդ համարի մեջ երբ գխոսվի Հիսուսի մասին այդտեղ նայեցեք ինչ կսվի Հիսուսի մասին Որդին հորը փառքին լույսը եւ անոր էյության ճշգրիտ պատկերն է անոր էյության բնության ճշգրիտ պատկերն է նույն բնութենն է բնութենագից է Հիսուս էյագից է հորը հետ ոչ թե Հիսուս ինքը վերջը Աստվածացավ ստեղծված էր մարդ էր բարձ բոլոր ստեղծվածներուն անտրանիկներ վերջը Աստվածացավ այլ Հիսուս ինք էյագից է հորը Ադորամար Փիլիպոսին ասավ ով որ զիս տեսավ հայրը տեսած եղավ Փիլիպոս այսքան ժամանակ կուեդի թե ցելետ է եւ ջանցար զիս կարտացեք Հովանու Ավետարանի 14-րդ գլուխ 9 եւ 10 համարները Սիրելիներ Քրիստոս ողջ արարածներու առաջնեկն է անտրանիկն է եւ մերելներուն առաջնեկն է Գողոսացիս 15 եւ 18 համարները եւ նաեւ Հայտնություն Հովանու առաջին գլուխ 5-րդ համար եւ Եհովայի վկաները կմատնանշեն այս արդայդությունը որբեսի բնտեն որ Հիսուսը իրականության մեջ Աստված չէր այլ ստեղծված էյակ էր եւ անոնք գսորվեցնեն որ Աստված նախ ստեղծեց Հիսուսը, ինչպես ասի, եւ ապա մնացյալ ամեն ինչը ստեղծվեցան Հիսուսի հետ, Հիսուսի ցերկով։ Սակայն այստեղ Գողոսացներու նամակի 15-րդ գլխու առաջին գլխու 15-ն 18 համարներու մեջ պրոտոկոս փարը գոկտակորձվի Քրիստոսի քերագայությունը ցույց տալու համար ողջ արարչագործության նկատմամբ որ Հիսուս ամբողջ ստեղծագործության մեջ քերագայ է եւ Բողոսի գողմե պրոտոկոս փարին այստեղ օգտագործումը երբեք չեն դադրել որ Քրիստոսը արարված է ստեղծված է այլ ընդհանրակը սիրելներ Բողոսարակյալ գուզե ցույց տալ Հիսուսի քերագա ունեցած իշխանությունը բադիվը քերագայությունը ամեն ինչի վրա եւ Հիսուս սիրելիներ եւ ամբողջ մարդկության մեջ անտրանիկ կգոչվի եւ մերելներուն մեջ անտրանիկ կգոչվի մերելներեն հարություն առողներու մեջ որբեսի ցույց տրվի որ աշխարհի մեջ ողջերու մեջ մերածներու մեջ չկա ավելի քերի վեր մեկը քան Հիսուսը Հիսուս միակն է այլ խոսքով միակն է ինչպես ինք միակ որդին է միածին որդին է հոր ինչպես Սուրբ Մարիամի անտրանիկ միակ որդին է այդպես ալ Հիսուս ողջ մարդկության մեջ ողջերուն եւ մերածներու մեջ անտրանիկն է սիրելիներ
Եվ ահա այսպիսով ցույց կդրվի քերազդանցությունը Հիսուսի ամեն ինչի վրա։ Եվ այս բոլորը սիրելներ հույսով որ բացադրած կլանցեզի որ անտրանիկ երբեք չի նշանակել միայն արչինեք որդի որ մեր յետ ուրիշ զավակներ ածնած են այլ կնշանակե միակ որդի նաև սուրբ գիրքի մեջ ու հատկապես երբ խոսքը կվերապերի Հիսուսի հետևաբար Աստվածամայրը ուրիշ զավակներ չունեցավ այլ միակ որդի ունեցավ ինչպես որ Հիսուս երկնքի մեջ միածին որդին էր հորը ծնած իր հորմեն առանց մորմե այնպես էլ երկրի վրա Հիսուս որ ծնավ մորմե առանց հորմե դարձավ իր մոր անտրանիկ միակ որդին եւ գուզեմ որ սիրելներ ասիգա ծեր մտքի մեջ ունենակ նաեւ ուրիշ օրինակ մտամ Դավիթ մարգարեն քանի մը գիներ ուներ եւ ամեն մեկ գինե զավակներ ունեցավ հետաքրքրական է որ գարտանք մենք օրինակ Թագավորաց երկրորդ գրքի մեջ երկրորդ Թագավորաց գրքի երրորդ գլխու երկրորդ համարի մեջ ուր գսվի որ Քեփրոնի մեջ Դավիթի որդիներ ծնան ու անոր անտրանիկը Հեզրայելացի Աքինոամեն ծնած Ամնոններ սիրելիներ Աքինոամեն Դավիթի գիններ եւ հետաքրքրական է որ իր ծնած զավակը գոչվի անտրանիկ բայց Աքինոամ ուրիշ զավակներ չունեցավ այլ մեկ զավակ ունեցավ եւ անիգա Ամնոնը եղավ բայց նաեւ Ամնոնը գոչվեր անտրանիկ իր մոր առաջին զավակներ կամ միակ զավակներ բայց ինչպես ասիցեզի որ Աստված ըսած էր առաջին զավակը որ իր մոր արքանքը կփանար անիգա անտրանիկ գոչվեր անգախ որ ատկե վերջ ուրիշ զավակներ գունենային այդ ընտանիքը կամ ոչ բայց անիգա Աստուծո համար անտրանիկ գոչվեր Ես կուզեմ այստեղ ցեզի ընթերցել Սուրբ Ներսես Շնորհարի հայրաբեդի մեր լուսամիտ հայրաբեդի մեկնությունը անտրանիկ բարի նկատմամբ իր Մատթեոսի Ավետարանի մեկնության մեջ ուր գսես սիրելներ Սուրբ հայրաբեդը ինչ է նշանակում անտրանիկ արևելահայերեն թարգմանություն եղած է ուղղակի արևելահայերենով գարտամ ոչ թե առաջինը հաջորդաբար ծնվողների մեջ ըստ մարդկանց ընդհանուր սովորության որովհետև սա բացառվում է միածին անվան պատճառով Հիսուս միածին կգոչվի այլ Սուրբ Հոգուց լինելու եւ անաբական ծննդյան պատճառով անտրանիկը գոչվի Հիսուս Սուրբ Հոգիեն ծնած լալուն համար անաբական ծնելուն համար որովհետև ուրիշ ոչ ոք այսպես չծնվեց որով ըստ Պողոսի նա եղավ անտրանիկը բազում եղբայրների մեջ ինչպես կարդացի Հռոմեացիս 8-րդ գլխու 29-րդ համարը ովքեր ոչ արյունից եւ ոչ ալ մարդու գամքից այլ Աստծուց ծնվեցին Հովանու Ավետարան առաջին գլուխ 10-րդ համար ծնվեցին ավազանով որբեսի ինչպես որ նա Քրիստոս մարմնով ծնվեց Սուրբ Հոգուց ու գույսից մենք էլ հոգեվոր ծնունդ առնենք Սուրբ Հոգուց ու ջրից որով գրծեր եղբայրներ ենք դառնում բոլոր արարածների անտրանիկին Հիսուս Քրիստոսին առաջին Գողոսացիս առաջին գլուխ 15-րդ համար ինչպես ծնունդով այդպես նաև հարությամբ բացած համարեց Քրիստոս լինել մեր անտրանիկը որովհետև ամեն ինչով նմանվեց իր եղբայրներին Եբրայեցիներուն նամակի 2-րդ գլխու 17-րդ համարի մեջ այսպես կսվի մարմին առնելով եւ բոլորի փոխարեն այդ մարմնով հաղթանակ տանելով քանզի եթե Աստված առանց մարմնի հաղթեր ամենազոր ինչ կովեստի պիտի արժանանար սիրելներ ահավասիկ ցեզի բացատրեցի Աստվածաբանական իմաստը անտրանիկ բարին կամ Աստվածաշունչի մեջ ինչ ցևով կգործածվեր անտրանիկ բարը Ըսկուշ եղեք երբեք մի դարվիկ այն փորձության մեջ մինակ որ անտրանիկ լսեցիք ուրեմն պետք է հասկանաք անմիջապես որ ուրիշ զավակներ ալ ծնան այլ հիմա որ հասկացաք թե Աստվածաշունչը ինչը սեր գուզե անտրանիկ բարով ոչ միայն առաջնեք այլ նաև քերակույն բադվի արժանացած ինչպես Աստված
Եբրայեցի ժողովուրդը Իսրայելի ժողովուրդը գոչեց անտրանիկ, ինչպես Ռուբենը թեև ինք անտրանիկն էր, բայց ինք անտրանիկը իր անտրանկությունը գործընծուց եւ անտրանիկ այլևս չգոչվեցավ, այո, որպես փառ անտրանիկ գոչվեցավ, որտեղ առաջին ծնունդն էր իր հորը, բայց անտրանկությունը իրեն չդրվեցավ, նույնպես Եսավ գործընծուց իր անտրանկությունը Հակոբ ինքը ստացավ, Քրիստոս ինքը սիրելիներ անտրանիկն է համայն մարդկության մեջ, Դավիթ ինք թեև թագավորներու մեջ եւ իր հորը դան մեջ անտրանիկ զավակը չէր, բայց Աստված զինք անտրանկության փարսացուց, բադվի փարսացուց, այդպես ալ սիրելիներ Քրիստոս անտրանիկ զավակն է հորը, ինչպես տեսանք Եբրայեցիս առաջին գլուխ 6-րդ համար եւ երկրի վրա իր մորը Սուրբ Մարիամի։ Ինչ որ մեր եկեղեցու Սուրբ հայրերը մեզի ուղղափառ հավատ ուսուցանած են վստահ ենք սիրելիներ, որովհետև ճշմարիտ է եւ ուղղափառ։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օրցեր բոլորին։